Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Թբիլիսիում ասել է, թե Ադրբեջանը գազի շատ հարուստ եւ խոշոր պաշարներ ունի, հաստատված տվյալներով 2.5 տրիլիոն խորանարդ մետրից ավելին։ Դա նշանակում է, որ 100 տարի անց էլ մենք կարող ենք բնական գազով ապահովել թե մեզ, թե հարևան երկրներին, թե Եվրոպային, հայտարարել է Ալիևը Վրաստանի նախագահ Գյորգի Մարգվելաշվիլիի հետ երեկ կայացած հանդիպմանը։ Գրուզիա օնլայնը նշում է, որ սա ըստ էության պատասխան էր Վրաստանի էներգետիկայի նախարար Կախա Կալաձեին, ով ասել էր, թե Ադրբեջանը հնարավորություն չունի Վրաստանին կոմերցիոն գազ մատակարարելու համար, այդպիսով արդարացնելով ռուսական Գազպրոմի հետ սկսված բանակցությունները։ Իսկ ադրբեջանական թրենդի մեկնաբանը գրում է, որ Ադրբեջանը Վրաստանին հիշեցնում է գազի եւ ներդրումների նշանակության մասին։ Մարգվելաշվիլի հետ հանդիպմանը Ալիևը նշել է, որ Ադրբեջանը խոշոր ներդրումներ է կատարում Վրաստանում։ Թրենդում բերված տվյալներով այս տարվա երկրորդ եռամսյակի տվյալներով Ադրբեջանը Վրաստանում $160 միլիոն ներդրում է կատարել, այն դեպքում, երբ մյուս բոլոր ներդրումները միասին կազմել են $195 միլիոն։ Տարածաշրջանային խոշոր ծրագրերից մեկի միայն Բաքու-Թբիլիսի կարճ երկաթգծի համար Ադրբեջանը $775 միլիոն վարկ էր տրամադրել Վրաստանին ընդամենը 1%-ով։ Եվրոպական երկրների գազամատակարարման հարավային միջանց կոչվող ծրագիրը գնահատվում է $45 միլիարդ։ Այս թիվը եւս մեկ անգամ նշել է Ալիևը Մարգվելաշվիլի հետ հանդիպմանը։ Ծրագրով նախատեսվում է գազամատակարարման նոր հոսքեր 2018-ին Թուրքիա, 2020 թվականից Եվրոպա։ Ալիևն ասել է, որ հարավային միջանցքը Եվրոպայում այսօր իրականացվող ամենախոշոր ծրագիրն է։ Եթե ժամանակին չկառուցվեին նավթագազային խողովակաշարերը Բաքու-Սուպսա, Բաքու-Թբիլիսի-Ջեյխան, Բաքու-Թբիլիսի-Էրզրում, ապա այսօր հիմքեր չէին լինի հարավային միջանցքի համար, ասել է Ալիևը, նշելով, որ ընթացիկ ծրագրերը հատկապես հարավային միջանցքը պետք է մոտ ապագայում իրականացնել։ Մեկնաբանները նշում են, որ Ադրբեջանի համար կարևոր է իմանալ, որ Վրաստանը հավատարիմ է մնում բոլոր ծրագրերի իրականացմանը։ Պաշտոնական հաղորդագրություններով Վրաստանի ղեկավարները հաստատել են իրենց հանձնառությունները, հայտարարել են, որ Վրաստանը մինչև վերջ կկատարի տրանզիտային երկրի իր պարտավորությունները, առավելագույն ջանքեր կգործադրի ավարտին հասցնելու բոլոր սկսված նախաձեռնությունները եւ ծրագրերը։ Ինչ վերաբերում է Գազպրոմի հետ բանակցություններին, էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն ասել է, թե նախագահների հանդիպմանը Գազպրոմին վերաբերող որևէ հարց չի քննարկվել։ Նրա փոխանցմամբ քննարկվել են ադրբեջանական էներգետիկ պետական Սոքար ընկերության ծրագրերը, մասնավորապես Ադրբեջանից Վրաստան երկրորդ գիծ կառուցելու հարցը։ Իսկ Ալիևի հայտարարության վերաբերյալ, թե Ադրբեջանը կարող է 100 տարի էլ գազով ապահովել բոլորին, Կախաձեն ասել է, թե Ադրբեջանի նախագահը նկատի չի ունեցել կոմերցիոն գազամատակարարում։ Այսինքն ձեռնարկությունների արդյունաբերության համար նախատեսված գազամատակարարումը, որի շուրջ Կախաձեն բանակցությունների մեջ է Գազպրոմի հետ։